քո ամուսնու քո կնոջ համար, աշխարհն ամեն օր առաջարկ ունի, բայց եթե դու պիտի ընտրենք սրբությունը, ամեն, դες աշխարհը սրբության չի տանում։ Մենք ուր որ կլինենք մնանք հոգևոր։ Ուր որ կլինենք, այսօր շատ եմ ասելու այս արտահայտությունը, մնանք հոգևոր։ Ամեն։ Դες աշխարհը մատ արտահայտություն ունի փողի վերաբերյալ, ասում է, ինչը չես կարողանում գնել փողով, կկարողանաս գնել շատ փողով։ Ամեն, էլի փողով, շատ փողով։ Ու գիտես, կա աստվածաշնչյան հաստատում այս ամենին։ Եթե հիշեք, կար մի մարգարե եւ կար մի թագավոր։ Մեր օրը կհիշի, վստահ եմ։ Բաղամն ու բաղակը։ Գիտես ով էր Բաղամը? Բաղամը մարգարե էր, իսկ բաղակը թագավոր էր։ Եվ գիտես, Բաղամին կանչում է մի օր բաղակը, որպեսզի անիծի Իսրայելին, Իսրայել ժողովրդին։ Եվ գիտես չեր ստացվում Բաղամի մոտ։ Չեր ստացվում։ Ես ինչ եմ ուզում ձեզ հասկացնեմ, պատմությունը չեմ ուզում ամբողջությամբ պատմեմ, գիտես, բայց բաղակը գտավ ձևը, ոնց համոզի Բաղամին իրեն լավ տարբերակ ասելու։ Ես նրան առաջարկեց մեծ ունեցվածք, նրան առաջարկեց, չգիտեմ, իշխանություն, գումար։ Ինչի համար եմ այս ամենը ձեզ պատմում։ Ինչի համար եմ այս ամենը ձեզ պատմում։ Երբ որ կգնես մի միջավայրում, երբ որ կգնես մի շրջապատում, որտեղ կտիրի բամբասանքը, ու այդ ամենը քո համար շատ քաղցր կլինի, խնդրում եմ մի խառնվիր այդ ամենի հետ։ Ու այդ բամբասանքը քո սրտին դուր կգա, որովհետև բամբասանքի կենտրոնում կլինի մեկը, ում դու այդքան էլ չես սիրում։ Մի մտի այդ միջավայրի մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, մենք պիտի հոգևոր մնանք ամեն միջավայրում։ Մենք բոլորս։ Գիտես, ես վերջերս զորավարժությունների եմ մասնակցում։ Գիտես, այնտեղ այնքան հետաքրքիր էր, 1000 տեսակ մարդկանց ես հանդիպում։ Մեկը խմող, մեկը թմրամոլ, մեկը ծխող։ Ու գիտես, այդ ամեն ինչի մեջ հեշտ չի մնալ հոգևոր, երբ որ դու մենակ ես 20 հոգու հետ։ Ու գիտես ինչն է շատ կարևոր, երբ որ մենք կլսենք մեր ականջներում ինչ-որ պիղծ անեկդոտներ, մենք չմիանանք ու ծիծաղենք այդ անեկդոտների վրա։ Ես չեմ հասկանում են հավատացյալներին ու չեմ էլ հասկանա երբեք, երբ որ մտնում ես իրանց տուն ու հեռուստացույցով Women's Club-ն է միացրած։ Խնդրում եմ սիրելիներ, մենք պիտի անջատված լինենք այս աշխարհից։ Մենք պիտի հեռու լինենք այս աշխարհից։ Գիտես, այնտեղ մարդկանց ծիծաղացնելու համար անպայման պիտի մի պիղծ բան ասեն, որ մարդիկ ծիծաղեն։ Իրանք չեն կարողանում գեղեցիկ հումոր։ Իրանք պիտի պղծություն խոսան, որ ինչ-որ մեկը ծիծաղի։ Խնդրում եմ սիրելիս, այս ամենը թույլ մի տուր մտնի քո տունը։ Ամեն տեղ մնա հոգևոր։ Ամենակարևորը տանդ մեջ է հոգևոր մնա։ Քո չապաշխարող ամուսինը պիտի զգա, որ կինը հոգևոր է դարձել։ Ոչ թե հավատացյալ, ինչի չեմ ասում հավատացյալ, որտեղ այսօր Հայաստանում եթե ապրում վերցնենք 2 միլիոն մարդ, 1.978.000-ը հավատացյալ են։ Դες մենք պիտի հոգևոր ապրենք։ Տարբերություն կա հավատացյալի ու հոգևորի միջև։ Բոլորն էլ հավատացյալ են ապրում։ Հավատում ենք մեր Աստծուն, փառք Տիրոջը, Աստծու ոտը պաչեմ։ Տերը չի պատվիրի իր ոտը պաչել, ոչ միտեղ չես գտնի Աստվածաշնչում։ Չկա նման բան։ Տերը ուզում է, որ շարժվես հոգով, լսես նրա ձայնը, կարդաս նրա խոսքը, նրան ժամանակ տրամադրես ու մնաս հոգևոր։ Մնա հոգևոր, երբ որ կշփվես քո ընտանիքի անդամների հետ։ Սիրելիս, պիտի քո ամուսինը, քո կինը տեսնի քո փոփոխությունը, եթե ուզում ես, որ ինքը ապաշխարի։ Եթե դու 20 տարի առաջ անեծք տվող էիր ու 20 տարի է գալիս ես եկեղեցի ու էլի անեծք տվող ես, խնդրում եմ, դու հոգևոր կյանքով չես ապրում։ Քո ամուսինը չի ապաշխարի։ Իմ ու քո ապաշխարությունից է կախված մեր ընտանիքի, մեր շրջապատի անձանց փոփոխությունը։ Ես ու դու, ամենաառաջինը ես ու դու պիտի փոխվենք։ Մարդիկ կան ասում են 30 տարի է եկեղեցի եմ գնում, սիրելիս, լավ ես անում, 50 տարի գնա, բայց եթե կյանքը չի փոխվում, հասկանում ես, այս սոցիալնախարարությունը չի, որ ստաժով ինչ-որ բան որոշվի, որ մեծ թոշակ է ստանալը, չէ, դու կարաս 3 օր գաս, 1 անգամ գաս, ու Տերը կբնի քո սրտին, ու դու ապրես հոգով, ու դու գտնես իրական ճշմարտությունը, ամեն, սիրելիս, մնա հոգևոր ընտանիքումդ, մնա հոգևոր աշխատանքիդ վայրում, շատ կարևոր է, կապ չունի ինչ տեսակ մարդկանց հետ ես շփվում, ես թողեցի կիսած, որ ասում եմ ծառայության մեջ էինք, ու գիտես, ծխել, խմել,
Գիտես, ընթացքում ամեն ինչը վերացավ։ Գիտես, որտեվ ես ամեն ինչ ապրում էի, որ լինեի, մնայի հոգևոր ու ազդեի նրանց կյանքերի վրա ու փառք Տիրոջը ստացվում էր։ Ու գիտես, ծխող խմողներից մեկը, չգիտեմ, 10-րդ օրն էր, 12-րդ օրն էր, ասաց, ես գնացել եմ եկեղեցի։ Բայց այդ եկեղեցում բոլորը մեղադրում էին, դու խմող ես, դու ծխող ես, դու խմող ես, դու ծխող ես։ Բայց ես կուզեմ գամ այնտեղ, որտեղ դու եթում ես։ Ամեն, ես ինձ չեմ գովազդում, ուղղակի աշխատել եմ ամեն ինչ անեմ, որ մնամ հոգևոր։ Խնդրում եմ, հոգևոր մնա քո աշխատանքի վայրում։ Երբ որ կանգնես Աստծու դիմաց, երբ որ կանգնես Աստծու առաջ, Աստված ուզելու է քեզանից քո անձնակազմին, քո այդ աշխատողներին ուր էին ու հիմա ուր են։ Սիրելիս, մնա հոգևոր, խնդրում եմ, աշխատանքի վայրում, մնա հոգևոր ընկերների միջավայրում։ Մնա հոգևոր հարևանների միջավայրում։ Գիտես, ուղղակի ասում եմ, բայց հիմա կարադառնամ բոլորին էլ։ Ամեն տեղ, ուր որ ոտքդ կդնես, մնա հոգևոր։ Շատ կարևոր է քո հարևանների հետ մնաս հոգևոր միջավայր, մնաս հոգևոր մթնոլորտի մեջ, մնաս հոգևոր նրանց հետ շփվելիս։ Շատ կարևոր է։ Սիրելիս, եթե իրանք մինչև հիմա չգիտեն, որ դու հոգևոր ես, խնդիր կա։ Հա գիտեն հավատացյալ ես, բայց քո կյանքը եթե չի փոխվում, խնդրում եմ վերանայի կյանքը, տեսեր վերանայի սիրտդ։ Մնա հոգևոր, որոշի ինչ է նշանակում մնալ հոգևոր։ Գալիս ես խոսքը լսում ես, խնդրում եմ, ուղղակի մի արի խոսքը լսի ու գնա։ Արի խոսքը լսի ու ապրի այդ խոսքով ու ապրի Տիրոջ հետ ու քայլի Տիրոջ հետ, ամեն։ Ուղղակի պետք է չկա մի ստացի, որ ես Կիրակի էլ գնացի եկեղեցի։ Քո ընտանիքի անդամները պիտի տեսնեն քո փոփոխությունը, քո կինը, իմ կինը, քո ամուսինը, սիրելիս, պիտի տեսնի քո փոփոխությունը։ Եթե դու երկար տարիներ եկեղեցում ես ու չկա փոփոխություն, ուրեմն նորմալ չի։ Խոսքն ասում է կամ տաք եղեք, կամ սառը եղեք։ Եվ գիտես, մի հետաքրքիր խոսք ասում է, որ ծառը, որ պտուղ չի բերում, վաղ թե ուշ ինչ է լինելու այդ ծառին, կտրելու են։ Խնդրում եմ, վերանայիր կյանքդ։ Կապ չունի անցյալում ով ես եղել, կապ չունի 10 տարի առաջ ինչ կյանքով ես ապրել, ով ուզում ես եղի։ Եթե եկար Տիրոջ տան մեջ կյանքդ տուր Աստծուն ամբողջությամբ։ Մնա հոգևոր ուր որ կգնաս։ Գիտես, մնա հոգևոր անգամ բանկի հերթում։ Չէ՞, կարելի է չէ՞ այնտեղ էլ մնալ հոգևոր։ Մնա հոգևոր, երբ որ տղեկ մեքենայով խցանման մեջ կընկնեք։ Մնացեք հոգևոր, երբ որ ինչ-որ մեկը մեքենայով ձեր դեմը կկտրի։ Ես շատ եմ տեսել մարդիկ, որ այդ պահին չեն կարողացել մնալ հոգևոր։ Ու մի ժամանակ ես էլ չէի կարողանում մնալ հոգևոր, երբ որ իմ դիմաց ինչ-որ մեկը կտրում էր։ Մենք յուրաքանչյուր պարագայում պիտի մնանք հոգևոր։ Այս խոսքն ասում է դուք եք այս աշխարհի լույսը։ Սիրելիս, լույսը չեն վառում ու դնում մահճակալի տակ, այնտեղ լուսավորություն պետք չի։ Լույսը բարձր տեղ են դնում, որպեսզի ամբողջ իր տարածքը լուսավորի։ Դու կանչված ես քո շրջապատին լուսավորելու համար, բայց եթե դու հոգևոր չես ապրում, դու չես կարող լուսավորես։ Ես չեմ կարող լուսավորեմ, ես չեմ ուզում ինձ առանձնացնեմ։ Ես էլ եմ շփոթվում, ես էլ շատ փոխվելու տեղ ունեմ ու աշխատում եմ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես, մենք պիտի մնանք հոգևոր։ Երբ որ կբամբասեն քո մասին, մնա հոգևոր։ Հեշտ չի, հաստատ հեշտ չի, գիտեմ։ Բայց հոգևորի կյանքով ասել, որ պիտի հեշտ լինի։ Եթե ընտրել ես այս ճանապարհը, պիտի հեշտ չլինի։ Եթե հեշտ կյանք ես ուզում, ուրեմն հոգևորի կյանքը քեզ համար չի։ Հոգևոր կյանքում Տերը խոստացել է նեղություններ։ Գրված է, որ լինելու են նեղություններ։ Նեղ դռնով ենք անցնելու։ Ամեն։ Մնանք հոգևոր, երբ որ կբամբասեն մեր մասին, մնանք հոգևոր, երբ որ կբամբասեն մեր մոտ մեր ընկերների մասին։ Գիտես, եկեք մի բանվի բամբասանքին, խնդրում եմ։ Ուզում եմ Աստվածաշնչից մի տեղ կարդալ։ Մատթեոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Երանիներից մեկն ասա։ Մատթեոս 5-ի 8-ից 9։ Գրված է հետևյալ տողերը։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք
Աստծուն կտեսնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են։ Այնքան կարևոր է այս ամենը, այնքան կարևոր է սա Աստծու համար, որ այստեղ այդ մաքուրը։ Երբ որ Հովի մոտ կգնան ու կբամբասեն մհերի մասին, կասեն, այն քո քվոր տղա մհեր է, այն որ բեմից խոսում է։ Խաբար ես ինչ արե։ Այս էսի բանն է օրը ինքը։ Ուտես նայած ինչ ձև ինքը կճանապարհի այդ մարդուն։ Եթե մի աբանվավ նրան, Հովի վրա եմ օրինակը բերեմ, որտեղ վստահ եմ այս ամենը չի լինի։ Որտեղ գնացել են ու ինձանից իր մոտ բամբասել են։ Գիտես ինքը շատ գրագետ այդ մարդուն ճանապարհել է։ Շատ կարևոր է, երբ որ իրոք ես այդ սխալը թույլ տված կլինեմ, դու չմիանաս այդ ով որ եկել է քո մոտ ու սկսում այն վրա քարկցել ու դու էլ քարկցես։ Շատ կարևոր է, որ սրտի դիրքն ուղիղ լինի իմ հանդեպ։ Քո եկեղեցու յուրաքանչյուրի հանդեպ, յուրաքանչյուրի կգան քեզ մոտ, կբամբասեն քույրիկից, կգան Ռոզա տատի մոտ կբամբասեն Սվետ տատիից։ Շատ կարևոր է, որ Ռոզա տատին ճիշտ ճանապարհի հետ եկողին, խելացի ճանապարհի, մնա հոգևորը տեղ ինքը։ Հեշտ է միանալ ասել ճիշտ ես։ Այդ Սվետը ունի այդ ամեն ինչը։ Ես 1000 անգամ իրան ասել եմ, այտենց էլ չփոխվավ էտի։ Չէ, սիրելիս, ես ամենը Տիրոջ ուզած սիրտը չի։ Տերը ուզում է, որ ով որ եկել է քո մոտ, դու գեղեցիկ իրան ճանապարհես, որտեղ եկել է քո քրոջից, քո աղբորից բամբասում է։ Եթե անգամ քո սրտի մեջ քո քրոջ ու աղբոր հանդեպ նեղվածություն ունես, սիրուն ճանապարհի ու կանչիր քո եղբորը, կանչիր քո քրոջը, ամենակարևոր բանը, որ այսօր ես ուզում եմ խոսամ։ Երբ որ ինչ-որ մեկը կգա սիրելիս ինձանից, քո եղբորից, քո քրոջից, քո մոտ կբամբասի, այնքան կարևոր է, որ դու գնաս քո եղբոր մոտ ու ասես, եկել էին այս բաներն էին ասում։ Գիտես, ես մենք այս խոսքերը շատ ենք լսում, որ պիտի գնանք իրար ասենք։ Գնա ու ասա, մի ասա իմ գործը չի։ Եթե կգաս ինձ կասես, Մհեր ջան, քո մասին եկել ու բամբասում էին, այս ինչ բաներն էին ասում, ու ես կսկսեմ մի անգամից պաշտպանվել, ուրեմն ես տեղից պիտի իջնեմ հենց իմի։ Ու ես պետք է ընդհանրապես չի գամ եկեղեցի։ Կներեք, բայց այս է ճշմարտությունը։ Մինչև իմ սիրտը չուղեմ, եթե ես պատրաստ չեմ ընդունելու խրատը, եթե ես պատրաստ չեմ ընդունելու հանդիմանությունը, սիրելիս, ես այստեղից կիշնեմ։ Գիտեք, առաքելական եկեղեցին ամեն մեկին չի թողնում խորանը, նույնն էլ մենք ենք այդ ձև։ Գիտես, այս ուղղակի բեմ չի, ստեղից Տիրոջ խոսքն է քարոզվում։ Եթե ես ունեմ խնդիր ու եկել ու քեզ ասել են իմ խնդրի մասին, խնդրում եմ արի ինձ ասա։ Դու ինձ չասելով ինձ լավություն չես անում, ինձ վատություն ես անում։ Եթե եկել ու բամբասել են մեր քույրերից ինչ-որ մեկի մասին քո մոտ, գնա այդ քրոջը ասա, քույրս, աղբերս, եկել ու քեզից բամբասում էին։ Սենց բան էին ասում, կա այդ բանը։ Արի աղոթենք, չգիտեմ, արի դիմենք մեր Հովին։ Սիրելիս, եթե կպաշտպանվի, ում որ կասես, ինքը Աստծուն է պատասխան տալը։ Բայց դու պատասխան ես տալու Աստծուն, եթե որ եկել քեզ ասում էր, դու միաբանվել ես նրա հետ բամբասում էիր, ու այդպես էլ չփոխանցեցիր իրան։ Ինչ կլսեք, յուրաքանչյուրիս մասին, մեր Հովիվն էլ այս ամենը շատ ասել։ Կգան կբամբասեն, արի ինձ ասա։ Շատ կարևոր է, որ հարցը լուծվի։ Այս հոգևոր կյանք է, սիրելիներս։ Մեր վրա ամենտեղ թերություն են փնտրում, մեր վրա ամենտեղ խնդիր են փնտրում, բայց հնարավոր է, որ մենք էլ թույլ ենք տալիս այդ թերությունը, մարդ ենք։ Ամեն, նորմալ է, որ թերանում ենք թերության, բայց նորմալ չի, կներեք, որ մնում ենք այդ թերության մեջ։ Կգան կբամբասեն, խնդրում եմ ես, հայտարարում եմ, արեք ինձ ասեք։ Ինչ ուզում ասած լինեն։ Որտեվ հիմա նկարվում է այս ամենը ու մարդիկ են տեսնելու ու կասեն, էս են տղեն չի, որ էս ինչ խնդիրն ունի։ Բա իրա խնդիրը թող դզի։ Ամեն, գիտես, պահելով, թաքցնելով, կոսկելով դու ոչ ոքի լավություն չես անում։ Երբ որ կգան կբամբասեն, մի բան ասեմ, ոնց ինչ ձև կվարվեիր, եթե երեխայիդ քո մոտ բամբասեին, եթե երեխայից այդ քո մոտ վատաբանեին, ինչ ձև կվարվեիր, սիրտդ կտրաքեր, չէ, ամեն ձև կարդարացնեիր իրան, նույն ձև էլ արդարացրու քո եկեղեցու քվորն ու եղբորը, նույն սիրտը ուրեցիր նրա հանդեպ, սուտ մի խոսա, ուղղակի փորձիր գտնել լուծումը, փորձիր հասկանալ, թե ինչ է ինքը այդ ամենը արած կլիներ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ բացել միասին Հակոբոս 4-րդ գլուխ։ Հակոբոս 4-րդ գլուխ 11-րդ խոսքը։
Խնդրենք, որ մեր հովիվը կարդա։ 4:11 Ասма մեկս մեկ մի բան փասեք, նա որ իր եղբորը կբան փասի կամ եղբորը կդատի, օրենքը կբան փասի եւ օրենքը կդատի։ Եթե օրենքը դատես, եթե օրենքը կատարող չես, հապա դատավոր։ Ամեն, ամեն։ Իրար մի բան բասեք։ Իրար, հենց առաջի 2-3 խոսքը։ Իրար մի բան բասեք։ Մնացեք հոգևոր, սիրելիներ, յուրաքանչյուր պարագայում մնացեք հոգևոր։ Խնդրում եմ ուղղակի ձեզ։ Գիտես, այնքան կարևոր է, որ եթե քրոջդ կամ եղբորդ հանդեպ ինչ-որ բան է առաջացել սրտումդ, գնաս ու զրուցես։ Նորմալ է։ Կրկնում եմ, նորմալ է, երբ որ ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ մի բան առաջանա քո սրտում, մարդ ես, ինչ-որ բան ես տեսել, ինչ-որ բան է առաջացել, խնդրում եմ, թույլ մի տիր, որ այդ ամենը մեծանա։ Գիտես, ինչքան մեծանում է, այնքան իր դեմը առնելը բարդ է։ Կան չէ հիվանդություններ, որ գնում ես բժշկի մոտ, ասում է արդեն ուշ է։ Եթե 3 ամիս առաջ բերեիք, մենք կարողանանք լուծել այս խնդիրը։ Խնդրում եմ, երբ որ կծնվի նեղվածությունը ինչ-որ մեկի հանդեպ, հանձնից Տիրոջը։ Եթե զգում ես, պիտի խոսած, գնա խոսա այդ մարդու հետ, այնքան կարևոր է իր հետ խոսալը, այնքան կարևոր է իր աչքերին նայելը։ Իմ մոտ եղել այս խնդիրը։ Իմ ընկերը, իմ ամենամոտիկ ընկերներից մեկի հանդեպ իմ սրտում ծռվածություն էր եկել։ Ու գիտես ինչ էր տեղի ունենում, ես էլ չէի կարողանում իր հետ հանդիպել, խոսալ, շփվել։ Ու գիտես զանգեցի իրան, ասեցի արինգերս։ Իմ սիրտը ծուռնա քո հանդեպ։ Ինչ որ բան եմ նկատել, դուրս չի եկել։ Ու պահել էի մեջ, ես զգում էի, որ իրան հանդեպ սառում եմ։ Չէի ատում իրան, իր հանդեպ ուղակի սառում էի, ել չէի ուզում շփվել իր հետ։ Ու խնդիրը իմ մեջ էր։ Ինքը ինչ որ թերություն արել էր, հա ինքը սխալվել էր։ Ես չեմ ասում, ես ուղակի օթից էր այդ ամենը առաջացել, չէ ինքը թերացել էր, իմ հանդեպ թերացել էր ինքը։ Ու գիտես մենք գնացինք խոսեցինք, ու ինքը ընդունեց, ինքը հասկացավ, հիշեցինք այդ օրը։ Ու գիտես ինչ տեղի ունեցավ, մենք չմնացինք ուղակի, ոնց որ ասում են ընկերներ, մեր սերն ավելի շատացավ իրար հանդեպ։ Մեր մտերմությունը եւս մեկ թելով էլ կապվեց։ Գիտես խի, որտեվ ես որոշեցի, որ պիտի գնամ ու ասեմ, որ ես իմ սրտի ներսում քո հանդեպ ինչ-որ ծռված բան ունեմ։ Ամեն։ Ու ես խնդրում եմ ամեն մեկիդ կյանքում, ամեն մեկիդ եմ հորդորում, որ ես նույն ձևով շարժվեք։ Վստահ եմ կգան ժամանակներ, երբ որ ինչ-որ մեկը, ինչ-որ այսպես ծռված բան կանի ձեր հանդեպ։ Մի գնացեք ու սկսեք ձեր ընկերուհուն գտնել ու պատմել իր թերություններով։ Ինձ ես բանն ասել, դու դրան էլ չես տրում, ինքը են, ու սկսես ինքնապաշտպանվել, չէ։ Ատելությունը, չարությունը գնալով կմեծանա։ Ուղղակի գնա ու հաշտվիր։ Ամեն։ Եթե համաձայն չեք, ամեն մի ասեք։ Կարև համաձայն չլինեք։ Հայտնություն 3:19 գրված է հետևյալ խոսքերը. Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ։ Ուշադիր եղեք, մի անգամ եմ կարդում։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Ամեն։ Խնդրում եմ, երբ որ հովիվը, երբ որ քույր կամ եղբայր, երբ որ չգիտեմ ինչ որ մեկը կգաք ես հանդիմանելու սիրով ընդունիր։ Ինքը հաստատ չի գալիս մեր հովիվը քո վրա ինքնահաստատվելու։ Ասում ես ում որ սիրում եմ, իրան հանդիմանում եմ։ Ուշադրություն դարձրեք այս տողերի վրա, երբ որ ինչ որ մեկը ձեզ կասի, այս ինչ քույր ես, այս ինչ աղբեր ես, այս ինչ տեղս ես բան ես ասել։ Ուշադիր եղի։ Այս ինչի հանդեպ վատ ես տրամադրված, արի է բարիշի։ Չէ, բայց դու չես իմանում ինքը ինչ է ասել, կապ չունի սիրելիս։ Հիսուսի երեսին թքում էին։ Հիսուսի երեսին թքում էին, ով այդ հիշում վերջին ապաշխարություն են
խաչի վրա ավազակի ապաշխարությունը ոնց եղավ։ Հիշում եք ոնց եղավ։ Երբ որ թքում էին Հիսուսի վրա, երբ որ ամեն վատ բան էր, չգիտեմ, գեղարդը կողում էին կողքը, մինչև այդ փշեպսակ էին հագցրել, տանջել, չարչարել էին ու խաչի վրա ինչ ասես Տերը։ Ասես Տեր ներիր, չեն հասկանում ինչ են անում։ Ու գիտես կողքի մարդու համար է դարձավ ապաշխարության վերջին տողերը։ Իր կյանքի վրա ուղղակի մեծ ձևի ներգործեց։ Ու ասաց Տեր, այդ ամենը մենակ կարող էր ասել մեկ ով երկնային է ապրում, ով միշտ հոգևոր է ապրում։ Տեր ասում է հիշիր ինձ, երբ որ կգաս քո հոր թագավորությունով։ Խնդրում եմ սիրելիս, ոչ ոքի ստեղ չեն վիավորել այնպես ոնց որ Հիսուսին կվիավորեին։ Ոչ ոքից չեն ցավացրել այստեղ այնպես ոնց որ Քրիստոսին կցավացնեին։ Ուրեմն չկա մի բան, որ անեն ինձ ու քեզ հնարավոր չլինի ներել։ Կապ չունի այդ արածի մեծության չափը, ամեն ինչն էլ կարելի է ներել, ամեն ինչն էլ կարելի է հաշտվել։ Ես գիտեմ, որ դժվար է առաջին քայլը անելը, բայց գնա ու հաշտվիր։ Անկամ մեղավոր լինելով հանդերձ, գնա ու հաշտվիր։ Մեր Աստվածը հաշտության Աստված է։ Դες մենք ամեն տեղ պիտի մնանք հոգևոր։ Պիտի մնանք հոգևոր, սիրելիներ, այնքան կարևոր է։ Փառք Հիսուսին։ Ես գիտեք ուղղակի չեմ ուզում, որ մենք տառով հավատացյալ, այսպես բառով հավատացյալներ լինենք։ Թող մեր կյանքը ցույց տա, որ մենք հոգևոր ենք ապրում։ Գիտես, խնձորի ծառը ինքը չի գոռում, որ ինքը խնձորի ծառ է։ Դու տեսնում ես իր պտուղները։ Չէ՞։ Գիտես, բարդին երկար բարձր։ Բայց գիտես, բարդուց օգուտ չկա։ Քո կյանքը ուղղակի խոնարհեցրու Աստծո ոտքերի առաջ։ Գիտես, ինչքան խնձորի վրա միրգը շատ է, ինքը այնքան խոնարհվում է, այնքան իջնում է ներքև։ Ամեն։ Թող քո կյանքը, թող քո վարքը ցույց տա, որ դու իրոք հոգևոր ես։ Թող վկայությունները, գիտես, ես ինչի եմ խուսափում հավատացյալ բառը, չեմ խուսափում, ուղղակի շատ են օգտագործում այդ բառը։ Մարդիկ արդեն ինչ որտեղ կորցրել են հոգևոր բառի արժեքը, չգիտեմ, շատերը ներկայանում են հոգևոր, բայց գիտես իրանց կյանքը հոգևորին վայել կյանք չի։ Ես ոչ մեկի չեմ ուզում դատեմ։ Ու գիտես շատ ա եղել, վստահ եմ ձեզ են ասել այդ նույնը, որ ասել են հավատացյալ ես, հա, բա էս իշն էլ է գալիս ձեր եկեղեցի։ Սիրելիս, սիրելիներս, ես ու դու, եթե աշխատենք մեր վրա, ինձանից ու քեզանից է կախված, որ այդ ինչ անունը չլինի մեր եկեղեցում կամ յուրաքանչյուր հոգևոր միջավայրում։ Էս իշն էլ է գալիս ձեր եկեղեցի։ Երբ որ դու աշխատես քո վրա, դու աշխատես քո վրա, ես աշխատեմ իմ վրա, մարդիկ չեն գտնի այդ ինչ անունը։ Էս իշն էլ է գալիս ձեր եկեղեցի։ Երբ որ ես ու դու աշխատենք մեր վրա, այդ ինչ անուն էլ չի լինի մեր եկեղեցում։ Դու պիտի ունենաս քո սեփական Աստծուն ճանաչելու ժամանակը, տեղը, գնա քո ներքին սենյակը, սկսի աղոթք բարձրացնել դեպի Աստված ու ոչ ոք չի կարող ասի, չգիտեմ, Աննան էլա գալիս ձեր եկեղեցի, բայց իմացար ես ինչ բանն արավ։ Երբ որ քո հարաբերություններն Աստծո հետ կարգավորված են, իմ հարաբերությունները Աստծո հետ կարգավորված են, ես ու դու այս ինչը չենք լինի։ Ու չի լինի ինչ որ մեկը, որ մեր եկեղեցում կարողանա ասի, բա այս ինչն էլա գալիս է ձեր եկեղեցի։ Սիրելիս, այդ ինչը ես ու դու ենք։ Եթե ես ու դու չգնանք ու մեր կյանքը չվերանայենք, այդ ինչ ասողները հա կշատանան։ Քրիստոնեությունը սկսվում է մեկ մարդուց, սկսվում է քեզանից, սկսվում է ինձանից։ Աստված ամբողի Աստված չի, Աստված քո Աստված է, Աստված իմ Աստված է։ Գնա ու կյանքդ վերանայի, գնա ու կյանքդ թող վերածվի հոգևոր կյանքով ընթացող մարդու կյանքի։ Եվ չլինեմ այն մեկը, ես չլինեմ այն մարդը, որ իմ մեքենա վարելու համար մեր հովին գնան բողոքեն։ Եթե մինչև հիմա այդ մարդն էի, այսօրվանից դառնամ այն մարդը, որ իմ վարելու հետ կապված գնան ու իմ հովին շնորհակալության խոսքեր ասեն։ Ամեն։ Երբ որ ունեմ թերություն, սիրելի, արի ու ասա ինձ իմ թերությունը։ Ինչ որ մեկի հետ մի քննարկիր իմ թերությունը։
Եթե մտածում ես քո գործը չի, որ անայթերությունը պիտի ասես իրան, ուրեմն նաև քո գործը չի, որ անայթերությունը ինչ որ մեկի հետ պիտի քննարկես։ Բայց քո գործն է, որ պիտի գնաս ու ասես Աննային իր թերությունը։ Սիրելիս, այդ ամենը մեծանում է։ Դու պատմում ես, չգիտեմ, այն մյուս քրոջը, այն մյուս քույրը, այն մյուս եղբայրին, ու ամեն մեկը պատմելուց մի բառ ավելացնում է։ Ու գիտես ինքը արել է լրիվ ուրիշ բան, իր մեղքը դառնում է լրիվ այլ բան։ Սիրելիս, միշտ մնա հոգևոր։ Ամեն պարագայում մնա հոգևոր։ Գիտեմ, քաղցր է, շատ հաճախ բամբասանքը քաղցր է։ Այնքան ստեղից ցանկություն կա։ Ես հիշում եմ մեր հովիվը շատ այդ օրինակը բերում, երբ որ մեկին ասել էր մի բամբասի, ասել էր, բա ինչ անեմ։ Հասկանում ես, այդ քաղցր է։ Դու պիտի խոսաս ինչ-որ մեկից, որ ներսից այդ մի բան դատարկվի, բայց եթե ներսում այդ ինչ-որ մի լցված բան կա, ուրեմն դու ազատագրման կարիք ունես։ Տիրոջ խոսքը պիտի ազատագրի քեզ։ Ինչ-որ մեկը ներսում է աշխատում է, ինչ-որ այնտեղ փոքր կեղտոտ բան է նստած, որ քո ներսը անընդհատ հրահրում է։ Եթե դու սիրում ես, զգում ես, որ սիրում ես բամբասանքը։ Սիրելիս, հոգևոր կյանքը կապ չունի, էլի եմ կրկնում տարիքի հետ, քանի տարի ես եկել, քանի դար ես գալիս։ Ինձ մեկը կոնկրետ ասեց, ես միշտ ասում եմ ու միշտ ասելու եմ։ Ես ինչ-որ բան իրան սովորացրեցի, ինձ ասեց. «Տղա ջան, ես 40 տարի եկեղեցի եմ գնում»։ Բայց պտուղ չկար ընդհանրապես, ես չեմ դատում։ Ինչ տեսնում եմ, այն եմ ասում, պտուղ չկար։ Կլինի 40, կլինի 50, կապ չունի քանի տարի ես եկեղեցում, սիրելիս, պիտի պտուղից քեզ ճանաչենք։ Ինձ պիտի իմ պտուղներից ճանաչեք։ Եթե ես հիմա ինչ որ մի բան ասեմ, սիրելիս, խնդրում եմ, մոտեցիր ինձ ասա, Մեհեր ջան, ես ինչ բան եմ լսել քո հետ կապված։ Ես ինչ բան ասեցիր, իմ դուրը չեկավ, կբացատրես։ Այնքան կարևոր է, որ մենք մեկի հետ խոսանք։ Այնքան կարևոր է, որ դու իրիկունը զանգես թեյմինեին ու ասես ինչ որ մեկի հանդեպ բան ունեմ, ինքն էլ քեզ ասի գնա բարիշի հետ, քեզ խորհուրդ տա, սիրելի քույր, սիրելի եղբայր։ Համաձայն եք իմ հետ։ Փառք Տիրոջը։ Գիտես, նորմալ չի, երբ որ աշխարհը լցվում է եկեղեցի։ Երբ որ աշխարհիկ բնավորությամբ եկեղեցին փոխվում է, նորմալ է, երբ որ եկեղեցին պիտի լցվի աշխարհի մեջ։ Ամեն։ Ճիշտ հասկացեք, ես նկատի չունեմ աշխարհ ասել է, որ նոր մարդ է գալիս, աշխարհիկ մարդ է գալիս։ Երբ որ աշխարհից բերած բնավորությունը բերում ես եկեղեցի ու չես փոխվում։ Մենք պիտի մեր բնավորությունը, մեր հոգևոր բնավորությունը տանենք դեպի աշխարհ։ Փառք Տիրոջը։ Այս ամենը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ ամեն մեկս աշխատենք մեր վրա ու մնանք հոգևոր։ Կրկնում եմ, մնա հոգևոր։ Ընտանիքումդ մնա հոգևոր։ Աշխատում ես, աշխատանքիդ վայրում մնա հոգևոր։ Կգան քեզ մոտ, չգիտեմ, հաճախորդներդ։ Այնպիսի աշխատանքա, որ երկար գործընթաց է, մնա հոգևոր։ Ճանապարհ ես գնում, մեքենայի մեջ հոգևոր երգեր լսիր, հոգևոր քարոզներ դիրնայիր։ Եկեք չխառնվենք այս աշխարհին, ամեն։ Մեր սրտերը ուղիղ պահենք Աստծո առաջ։ Փառք Հիսուսին, ես խոսքը փոխանցեմ մեր հովին։ Հովակաց 22 առաջին, ով բացեց։ Ահա։ Տեսեք ինչա գրված։ Այս գիտեք մայրը ինչ ծեր խոսում, ժողովուրդ ջան, որպեսզի քրիստոնյաների անունը բարձր լինի։ Հիմա նայեք Աստվածաշունչը ինչ ասում։ Ասում է բարի անունը շատ երկարացման նշանով հարստությունից ավելի ընտիր է։ Այսինքն թանկագիններս նայեք։ Ֆինանսը հարստություն է, չէ՞։ Հարստություն է, չէ՞։ Բայց գիտեք, տները հարստություն է, մեքենաները հարստություն է։ Ամեն։ Բայց գիտեք, քո անունը ավելի մեծ հարստություն է, քան թե տները, քան թե մեքենաները, քան թե չգիտեմ ոսկեղենները եւ այլ եւ այլ։ Հիմա ինչ եմ ես հորդորում, սիրելիներ։ Սատանան գիտեք ինչա ցանկանում, որ մեր անունը արժե զրկի։ Սատանայի ողջ նպատակը, որ քո անունը հավասարեցնի հողին։ Իրանք բամփասող են, իրանք հետամնաց են, իրանք աղանդավոր են,
Եվ այլ, ես ասեմ ձեզի թանկագիններս, եթե սատանային մոտ ստացվավ քո անունը արժեզրկի, եկեղեցու անունն էլ կարժեզրկի։ Եթե եկեղեցու անունն էլ արժեզրկեց, արթնությունը կկանգնեցնի։ Սատանան ինչի՞ց է վախենում թանկագիններ։ Արթնությունից։ Ես ինչի՞ց եմ խոսում, որ ասում եմ Ժողովուրդ ջան, բոլորիս նպատակը ու երազանքը թող լինի, որ Կիրակի օրը գանք ստեմ, մի աթոռ ազատ չլինի, բոլորիս։ Սա արթնության մասին եմ խոսում։ Բայց նայեք, թանկագիններ, սատանան, եթե ուզում է արթնությունը կանգնեցնի, պետք է եկեղեցու անունը գցի։ Եթե ինքը ուզում է եկեղեցու անունը գցի, ինքը իմ եւ քո անունը պետք է գցի։ Բայց մի բան էլ կա, եթե մենք մեր անունին լավ պահենք, մեր անունը լավ պահենք, սատանան չի կարող մեր անունը գցի։ Օրինակ, եթե տունը, չգիտեմ, թանգանոց ոսկի կա, ուր ես դու դնում։ Դիվանի վրա։ Բա ուր ես դնում։ Սեղանի վրա։ Որտե վանջա։ Այս վերջում մեր քուրերից մեկը գիտեք ինչ ասում։ Շատ շուտ, երբ որ իրանք չեն ապաշխարել, իրանց տունը գողություն այլ է։ Բայց գողերը մի քանի ոսկի կարած տանեն, այն հիմնական մեծ շատ ոսկին չեն կարած տան։ Գիտեք ինչի համար, որտեվ տանտաղամարտը իմաստուն այլ է, ու ինքը ընենց տեղա պահե այդ ոսկին, որ ոչ ոք չի կարացե գտնի։ Նայեք թանկագիններ, քո անունը այդ ձևի պահա։ Քո անունը։ Եթե քեզի կասեն աղանդավոր, գնա ասա, կարաս ապացուցես։ Գնա ու ասա, մի ժամանակ ես ասում եմ լավ, ասում են թող ասեն։ Եթե քեզի վարկաբեկում են, գնա, ասա, եթե մհերը լավ են ասում, չէ՞, եթե ես վատն եմ, պատրաստ եմ փոխվելու, բայց իրականում վատն եմ, թե դու բամփասում ես։ Թե վատը չեմ, դու վատն ես ծորքում ինձի։ Իսի դևնա։ Ստեյք թանկագիններ։ Եթե զգում ես մարդը սրտացավությամբ, հա, ճիշտ է ասում, գնա ապաշխարա։ Ամեն թանկագիններս։ Ինչ եմ ուզում ասեմ, սիրելիներ։ Նա ինչ ասեմ, բարի անունը շատ հարստությունից ավելի ընտիր է, շարունակություն կա, ու շնորհքը արծաթից ու ոսկուց լավ է։ Տեսեք շնորհքով մարդ գրասենյակում նստած, կոնդիցիոների տակ, չէ, մաքուր, գալստուկով, ընդհանրապես մարդին ճանաչում են իր շնորհքով։ Օրինակ, ասում են, այս ինչը ուժեղ վարպետ է, օրինակ ասում են, հրազդանում, չգիտեմ, մի հատ ավտոյի վարպետ, ու սաղ իթում են իր մոտ, ու իթում ես ընդ հերթ։ Պետք է հերթ կանգնես, որ այսինքն տեսեք, շնորհք կա, թե չէ։ Ու տարբեր բնագավառներում թանկագիններս, Աստված ում է բարձրացնում խոնարհներին, չէ։ Աստված ում է շնորհք տալիս խոնարհների։ Աստված ում է բարձրացնում խոնարհներին, Աստված ուզում է քո անունը բարձրացնի թանկագինս, որպես քրիստոնյա։ Հավատում եմ, որ կգա մի ժամանակ, որ քրիստոնյաները բարի անուն կունենան, շնորհքով կնեն, ամեն մեկը մի պաշտոն կզբաղեցնի։ Ասում են, Երևան էսիշ թաղում մի հատ բժիշկ կա, վերջնա։ Մեր բարբարով եմ ասում, վերջնա, ու եթում ես հերթ։ Ամեն թանկագիններս։ Եվ մի տեղ էլ կարդամ ու ավարտենք, Հռոմեացիս 12:18։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, որչափ հնարավոր է ձեզի ամեն մարդու հետ խաղաղություն ունեցեք, որչափ հնարավոր է։ Մհերը լավ շեշտեր, չէ, ընտանիքի անդամներ, հարևաններ, հարազատներ, աշխատանքի վայր եւ այլ։ 19-րդ խոսքը, սիրելիներ, վրեժ խնդրություն մի արեք ձեր անձերի համար, հապա բարկությանը տեղի տվեք, քանի որ գրված է վրեժ խնդրությունը իմս է, ես պիտի հատուցանեմ, ասում է Տերը։ Եթե մեկը քեզի վնաս է տալում,
թող Տերը կհատուցանա։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Հալելույա։ Պայմանավորվում ենք, որ զգույշ լինենք մեր անվան համար, հա։ Եթե կզգաս, դու մի բան ես անում, որ խփում է քո անունին, մի արա այդ բանը։ Լավ, երբեք ու երբեք ստից բաների համար սուտ չխոսակ ժողովուրդ ջան։ Ամեն։